Ժողովուրդ օրաթերթը գրում է, որ բացահայտվել է գործակալ, որը ինֆորմացիա է տվել նաև Դոգին։ Այս հոդվածը գալիս է ապացուցելու, որ նույնիսկ եթե մեր հարգելի մամուլը փողոց չի գրում իր պատվերով հոդվածները, ապա առնվազն կան ազդեցության գործակալներ, որոնք տարբեր պաշտոնյաների ու քաղաքական թիմերի քիմքին հարիր արտահոսքեր են կազմակերպում մամուլի միջոցով։ Հաջորդիվ ներկայացվող հոդվածներից որոշները միգուցե հենց այս շարքից են։ Եվ այսպես, հրապարակ օրաթերթը ԿՊ պատգամավոր Նարեկ Հարամանյանի սրտից մի հոդված էր հրապարակել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայք Հարությունյանի դեմ։ Տպավորություն էր, որ Նարեկ Հարամանյանը կամ նրա հովանավորները Նիկոլ Փաշինյանին լսեցնում էին, որ անարդար ընտրություններ են տեղի ունեցել Սյունիքում, ու խեղճ Նարեկին դուրս գցել այդ մարզի կուսակցական խաղերից։ Ժողովուրդ օրաթերթն էլ նորից բզբզում էր Անդրանիկ Քոչարյանին։ Օրաթերթը ավելի ճիշտ օրաթերթի շատ ավելի բարձրաստիճան մեկը։ Երևի չափից դուրս անհամբեր էր, որ Անդրանիկ Քոչարյանը վերջապես տա 44 օրյայի զեկույցը ու հեռանա քաղաքական ասպարեզից։ Մավրը իր գործը արել է, մավրը չի ուզում հեռանալ։ Մամուլը այս շաբաթ հատկապես ընկել էր ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետևից։ Շաբաթվա սկզբում փաստ օրաթերթն էլ վարչապետին լսեցնում էր, որ Մելիք Բեկյանը իրեն սխալ ինֆոներ է տալիս։ Իսկ արդեն շաբաթվա վերջում ինչ որ մեկը հրապարակ օրաթերթի միջոցով նախանձում էր Մելիք Բեկյանին, որ կընտրվի UEFA-ի անդամ ու մի $200,000 աշխատավարձ հետկբերի Հայաստան։ Տեսնես ֆուտբոլային ակումբներից որ մեկի տերն է ուզում գրավել Մելիք Բեկյանի աթոռը։ ԿՊ վերնախավից մամուլով մի քանի անգամ էլ մեսիջներ գնացին Գյումրու կուսակտիվին, որ նորմալ աշխատեն իրենց արիքի համար։ Երկու թերթը գրել էին, որ Նիկոլ Փաշինյանը անձամբ է հետևելու ու պատժելու է լավ չաշխատողներին։ Այս նպատակով ժողովուրդը գրել էր. Նիկոլ Փաշինյանը տեղական ընտրություններին շտաբի պետ է աշխատում հոդվածը։ Իսկ նույն օրը հրապարակը գրել էր. Փաշինյանը սպառնացել է ոտով գլխով պատասխան եք տալու հոդվածը։ Գյումրու ընտրությունների թեմայով հատկապես ակտիվ էր հրապարակ օրաթերթը։ ԿՊ-ն գլխի ճարը տեսել է Սարիկին փոխարինող տեխնացու ունի վերտառությամբ հոդվածով, հրապարակ օրաթերթը փորձում էր դիսմոտիվացնել ԿՊ Սարիկին, որ նա շատ չտանջվի, քանի որ միևնույն է հետո փոխարինելու են գալու Անա Հակոբյանի բարեկամները։ Նույն օրը հրապարակը մի գովազդային հոդված էր նվիրել Արթուր Վանեցյանի տեխնացու Մարտուն Գրիգորյանին։ Իրեն Գյումրունը կլինեն, Գյումրին մերը այս բարձրակոչ վերնագրով։ Վանեցյանի համար ցանկալի հոդվածներ հաճախ կարելի է գտնել այս ամենաանկախ ու ամենաօբյեկտիվ օրաթերթի էջերում։ Մի PR-ային հոդվածը ժողովուրդ օրաթերթը ձոնել էր այս դեպքում արդեն պաշտոնից հեռացած Եղիշե Կիրակոսյանին։ Եղիշեի մտերիմները թերևս մտերիմ են ժողովուրդ օրաթերթի հետ, որ կարողացել են այս օրաթերթին պատմել Կիրակոսյանի ու Փաշինյանի առանձնազրույցի մասին, որից ծնվել է ինչի է նեղացել Եղիշե Կիրակոսյանը Փաշինյանի հետ լուրջ տարաձայնություններ է ունեցել հոդվածը։ Հոդվածից տպավորություն է, որ աշխարհի ամենասկզբունքային հայրենասեր Կիրակոսյանը ոչ մի օր չհանդուրժեց իր նախարար չնշանակվելը։ Իսկ ժողովուրդ օրաթերթն էլ գաղտնալսող սարքեր ունի վարչապետի աշխատասենյակում։ Այդ հոդվածը հերքվել էր հոդվածի հրապարակման նախօրեին, երբ Կիրակոսյանը ջերմ շնորհակալություններ էր հայտնել վարչապետի հասցեին։ Հայկական մամուլով կարծես նույնիսկ Պուտինն է մեսիջներ փոխանցում Նիկոլ Փաշինյանին։ Հրապարակը Ռուսաստանը Հայաստանում վերտառությամբ հոդվածով երևի թե Ռուսաստանի դեսպանատնից բան ուներ փոխանցելու Հայաստանի իշխանություններին։ Եվ դա այն էր, որ եթե ԿՊ-ական իշխանությունները թարգեն իրենց արևմտյան խաղերը, ապա ռուսները Փաշինյանի